Արձագանքելով այդ վերջին հարցին, բայց ինչ-որ իմաստով ընդհանուր ընդհանրի տալով, նախ եւ առաջ թույլ տվեք այսպես բոլորի շնորհավորել, մենք մարդկությունը մտնում է բացարձակապես նոր դարաշրջան, այսինքն Ղրիմում կատարվածը եւ այս վերջի իրադարձությունները Ուկրաինայի շուրջ շատ ավելի շատ են, քան ասենք Ուկրաինայի ժողովրդի սկզբից ուրախությունը, ոգևորությունը, իսկ հետո ողբերգությունը Ուրեմն շատ ավելի շատ է, քան աշխարհաքաղաքական ինչ-ինչ փոփոխություններ, սկսել է ուրեմն գլոբալ բախում, որը բերելու է աշխարհում տիրող աշխարհակարգի վերանայմանը։ Այսինքն սա սկիզբ է մի փոփոխությունների շրջանի, երբ մենք ամեն օր տեսնելու ենք նորություն։ Արդեն այն հանգիստ ժամանակները, որ մենք ապրում ենք այդ իրադարձությունից մյուս այս Սիրիան պրծավ կամ չավարտվեց այլ ինչ-որ իրադարձություններ Ուկրաինայում են սկսել հիմա շատ սրընթաց է գնել զարգացումը, ուրեմն սա առաջինն է։ Ճիշտ է, չինացիները դա որպես անեծք են օգտագործում, ասում են, որ դուք ապրեք փոփոխությունների դարաշրջանում, դա անեծք է չինական, որտեղ մարդը սիրում է հանգիստ կյանք, բայց մյուս կողմից անեծք էր դարձել այս իշխող կարգը, որը մարդկանց անվերջ տառապանքների էր դատապարտում, եւ հիմա այդ կարգը փլուզվում է։ Մենք տեսնելու ենք մեծագույն բախումներ, ուրեմն դրա առաջին նշանը այն է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ակնարկեցին, որ համաշխարհային ֆինանսական կարգը, որը հիմքն է աշխարհի, պետք է փոխվի։ Ավելին սկսեցին կատարել առաջին քայլերը։ Այնպես որ մնում է հուսալ, որ այդ պատժամիջոցները, որ Ռուսաստանի դեմ սկսվելու են, անխափան Ամերիկան կիրառի պարտադիր, որպեսզի դրթի Ռուսաստանին, որ նա էլ կատարի իր քայլերը եւ աշխարհը հայտնվի այնտեղ, որտեղ պետք է հայտնվի, այսինքն թոթափի իրենից այսօրվա գործող համաշխարհային կարգը։ Սա ուրեմն այսպես, որպես ներածական խոսք, իսկ հիմա բուն հարցին կապված հանրաքվեի եւ ընդհանրապես Ուկրաինայի վիճակի հետ։ Հանրաքվեն ես չի ուզենա ուրեմն առանցին դիտարկել, որտեղ ուրեմն ընդհանուր զարգացումները Ուկրաինայի, ուրեմն ինչպիսին էին նրանք, ինչ էին նրանք եւ ինչ դասեր պետք է քաղեն, թե ուկրաինացիները, թե բոլոր ժողովուրդները, այդ թվում նաեւ Հայաստանը։ Այդ իրադարձություններից, որը վերածվեց ժողովրդի համար ողբերգության մեծ տառապանքների մի շարք մարդկանց համար, իհարկե կան եւ ուրախության պահեր տարբեր հատվածների այդ ժողովրդի եւ դեռ դիներու են, բայց դիներեն եւ ողբերգություններ, ուրեմն ինչ անել, որ խուսափել ողբերգություններից եւ ունենալ միայն առաջխաղացում։ 5 դաս Ուկրաինայից։ 5 դաս, որը ես համեմատության մեջ կբերեմ Եվրոմայդան, Ուկրաինա եւ Ազատության հրապարակ Հայաստան, ինչից մենք կարողացանք խուսափել 88-ին, որից չկարողացավ խուսափել Ուկրաինան։ Եվ ինչը արդյունքում բերեց նրան, որ մենք ունեցանք այսպես հանգրվանային մի հաղթանակ, մինչդեռ Ուկրաինան խոշորագույն պարտություն, եւ ինչն էր պատճառը, մեկի եւ մյուսի։ Ուրեմն դաս առաջին ժողովուրդը, երբ որ ոտքի է կանգնում, նա պետք է շատ ուշադիր լինի, որ առաջնորդվի իր հրամահանգերով, իր նպատակադրումներով, երբեք չպետք է թույլ տա, որ իրեն օգտագործեն։ Եվ այսպես, Ուկրաինայի ժողովուրդը, որ ոտքի կանգնեց, նա ուզում էր երկու պարզագույն բան։ Մեկը, ուրեմն խոշորագույնը, հիմնականը, դա այն էր, որ ապրի առանց կոռուպցիայի, առանց օլիգարխների, այդ թալանի, այդ ուրեմն ամարտկային հարաբերությունների կյանքը ավարտվի եւ նա անցնի ավելի բնականon, ավելի նորմալ կյանքի։ Եվ այս տեսակետից կար երկրորդ պահը սրա հետ ուրեմն միավորված, որ նա ուզում էր ինչ-ինչ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ եւ ինչ-ինչ հարաբերություններ պահպանել եւ խորացնել Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը պետք է որպես շուկա, որպես արդյունաբերությունը զարգացնող եւ պահպանող մի համակարգ, իսկ Եվրոպան պետք է որպես նոր տեխնոլոգիաներ տվող, այդ թվում նաեւ քաղաքական, տնտեսական, որ ոնց խուսափել կոռուպցիայից, ոնց կառուցել պետական կյանքը եւ այլն եւ այլն։ Ուրեմն Ուկրաինայի ժողովրդի համար հստակ կանգնած էր եւ հարցը։ Եվ Մայդանը, Պարշի ինչու է Մայդան, որտեղ ուկրաինական համապատասխան բառերը կան։ Սա մի կողմ էր հարցի, բայց դարձավ Եվրոմայդան։ Ով դարձվեց, ինչու դարձվեց։ Ինչու Ուկր Մայդանը, Ուկր հրապարակը, դարձավ մեկ էլ Եվրո հրապարակ։ Այս հարցն է հիմնական, որ Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն տալով ուրեմն իրեն օգտագործել, հաստորեն մտավ այն ողբերգությունների շրջանը, որի մասին խոսում ենք։ Ուրեմն սա դաս առաջին, պետք է ժողովուրդը թույլ չտա իր նպատակներից իրեն շեղել։ Որովհետև երկրորդ հանգրվան է գալիս։ Մոլորակային առճակատում է
ես ասեցի, ոմանք ուզում են ամբողջական կարգը փոխել, կարգը ճգնաժամի մեջ է, բայց բացի այդ կարգի փոփոխությունը վերածվում է անվերջ աշխարհաքաղաքական բախումների։ Այս տեսակետից հստակ նպատակներ ունեն Ուկրաինայում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Սուտ է, որ Ուկրաինայում բախում է տեղի ունենում ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի։ Բացարձակապես ոչ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ է բախումը։ Իսկ Ուկրաինան դարձավ թատերաբեմ, նրա ժողովուրդը դարձավ լծակ, որով առարկա, որով իրար խփում են այդ երկու համակարգերը։ Որն է Ամերիկայի նպատակադրումը։ Ուրեմն աշխարհաքաղաքական եւ գլոբալ նպատակները, գլոբալ ասեցի, պահպանել այսօրվա այդ ֆինանսական եւ դրա հետ կապված ընդհանուր աշխարհակարգը։ Պահպանելը շատ դժվար է, ճգնաժամ է, եւ այդ դժվարությունները հաղթահարելու համար մի նպատակը էապես սահմանափակել Ռուսաստանը։ Դրա համար հերթական քայլն էր, հերթական երկիրը պիտի դառնար արևմտյան համակարգի մաս, սկզբից Եվրոմիության, իսկ հետո նաեւ ՆԱՏՕ-ի։ Այսինքն հերթական ճզմումը Ռուսաստանի նրան ստիպելով, որ նա կորցնի իր մի ֆունկցիան, որը Ամերիկային անվերջ խանգարում է այսօր աշխարհում։ Դա միակ երկիրն է աշխարհում, որը Ամերիկային պարբերաբար ասում է ոչ։ Ուրիշ այդպիսի երկիր գոյություն չունի։ Եվ այս ուրեմն իրավունքը, այս հնարավորությունը Ռուսաստանի պետք է նրանից խլել։ Եվ ուրեմն դրա համար այդ աշխարհաքաղաքական այդ փոփոխությունը, բայց կա ուրեմն երկրորդ պահը դրա հետ կապված, այդ ճանապարհին մինչև Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ եւ այլն, նա պետք է լիներ թատերաբեմ, որտեղ բախում կազմակերպվեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի։ Ուրեմն Ռուսաստանը պետք է շրջապատվի արյունալի, այսպես տարածաշրջաններով, որտեղ բախումներ են տեղի ունենում, որ Ռուսաստանը խեղճանա։ Այդ նույն խեղճացման այդպես հանգրվանն է։ Եվ կարևոր չի ինչ է կատարվելու այդ տարածաշրջանների ժողովուրդների հետ։ Եվ երկրորդ հանգամանքը դա հետ խիստ կապված, Ռուսաստան-Եվրոպա միասնությունը գլոբալ տիրակալին աշխարհի Միացյալ Նահանգների խիստ մտահոգում է։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա աշխարհի համար ինչ-որ նոր ճանապարհ կլինի, նոր ճեղքման, բայց այն կարգը, որը խարսխված է Ամերիկայի վրա, փլվելու է։ Ուրեմն երկրորդ նպատակը այդ բանի հետ կապված, որ բախում կազմակերպել այդ տարածքներում, Ուկրաինան է, բայց ամբողջ Եվրո այդ ասոցիացիան տարածքն է, որտեղ մենք տեսնում ենք բոլոր տեղերում արճակատում է գնում։ Գնում է արճակատում Ռուսաստանի եւ ոչ թե Եվրոպայի, Ամերիկան փորձում է դարձնել դա եվրոպական, այլ եվրոպական ամերիկյան գործիքների, այսինքն Եվրոմիության եւ մի քանի տիրությունների միջեւ, նրանք առավել ակտիվ են։ Ուրեմն սա Ամերիկայի նպատակադրումն է։ Ռուսաստանի նպատակադրումը այդ ամենը թույլ չտալ։ Այդ ամենը թույլ չտալ, որ Ուկրաինան վերածվի պլացդարմի եւ ուրեմն թույլ չտալ, որ վերածվի տենց արյունալի բախումների։ Թույլ չտալ բախումնային զարգացումներ Եվրոպայի հետ։ Ռուսաստանը ուրեմն զարմանալի կերպով արագ սովորում էր Ամերիկայից այդ այսօրվա աշխարհում գործողությունները։ Այս ինչ որ կատարվում է, կոչվում են ուրեմն ցանցային, ինֆորմացիոն, կիբերպատերազմներ, այդ նորագույն այսօրվա ուրեմն աշխարհի պատերազմներն են եւ Ռուսաստանը շատ արագ սովորեց դրանց որակները։ Եվ հիմա կիրառում է ինքը նույնը ինչ որ ամերիկաներ անում շատ կետերում։ Եվ այս տեսակետից ասում եմ, Ուկրաինան թույլ տվեց, որ ինքը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, որովհետև տրվեց մի կողմին սկզբից որպես գործիք, իսկ հետո արդեն մյուս կողմը սկսեց հակահարվածներ իրականացնել։ Ուրեմն սա երկրորդ հիշեցումն է ժողովուրդներին։ Երբեք թույլ չտալ, որ երկիրը վերածվի այդպիսի թատերաբեմի։ Հայաստանը այդ կիզակետերից մեկն է, որտեղ երկրորդ կետը, որտեղ սկսելով է զարգանալ Ուկրաինայից հետո, ըստ ամենայնի Թուրքիան է։ Եվ այդ Թուրքիայում կատարվող իրադարձությունները մեզ հետ անմիջական հարաբերություններ են ունենալու, որտեղ ինչ-ինչ իրադարձություններ կարող են զարգանալ Հայաստանում ևս կամ Հայաստանի հետ կապված։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Սա ուրեմն երկրորդ կետն է, որտեղ սխալ թույլ տվեց։ Հիմա լավ, եղա, հաշվի չառան, երկրները աշխարհակական գործողություններ սկսեցին, բայց գործիք պետք է ունենան, որ գործեն։ Որն է գործիքը երկրների, որ ժողովուրդներին ստիպում են իրենց կամքը կատարել։ Երկու կարևորագույն գործիք։ Մեկը քաղաքական ընտրանին երկրի։ Ուկրաինայի քաղաքական ընտրանին, եթե լիներ ուկրաինական, եթե գործեր որպես ուկրաինական, երբեք թույլ չէր տա, որ Եվրոմայդանը ձևավորեր կառավարություն արևմտյան տիպի։ 2-3 հոգի գոնե, ես ասում եմ կոպիտ սխալներից մեկը, կմտցնեին, որոնք Ռուսաստանի համար հասկանալի են։ Որ Ռուսաստանի հետ խոսեն, որտեղ Ուկրաինայի նպատակը չի Ռուսաստանի դեմ պատերազմը։
դա Ամերիկայի նպատակն է։ Ուկրաինան ուզում է խաղաղ ապրել եւ Ռուսաստանի հետ, եւ Եվրոպայի։ Բայց ուկրաինական ընտրանին մտավ կռվի մեջ կողմ Ամերիկայի դեմ Ռուսաստանի։ Դրանով երկիրը դարձեց թիրախ։ Սա երրորդ ուրեմն կոմպոնենտն է, կոպիտ սխալը եւ ասեցի գործիքը, որոնք գործել են։ Եվ չորրորդը դա լրատվադաշտն է։ Ինֆորմացիոն պատերազմ է ընթանում։ Մենք խոսում ենք այս սուտ ասեց, սա սուտ ասեց, դա ինֆորմացիոն պատերազմի շրջանակ է։ Բոլորը ասում են սուտ։ Բոլորը ասում են այնպիսի բաներ, որպեսզի դրդեն մարդկանց կատարել այն քայլերը, որը պետք է աշխարհակալ այդ ուժերին, որպեսզի իրենց նպատակները ապահովեն։ Եվ վերջինը 5-րդը պետք է անպայման ապահովի ժողովրդի ամբողջականությունը։ Ազատության հրապարակը ապահովել է, որ ամբողջ հայ ժողովուրդն է 88-ին 90-ին մենք արեցինք մի մեծ հիմարություն, անջատեցինք ազատության հրապարակը, դրանից հետո ինչքան փորձում ենք ամբողջական գործողություն ապահովել ազատության հրապարակում, չի ստացվում։ Մնացած բոլորը 90 թվականից մինչև այսօր հատվածային են։ Հատվածայինը միշտ հնարավորություն է տալիս մյուս հատվածը օգտագործել ուրիշ նպատակներով, ով որ չի մասնակցում։ Ուրեմն Ուկրաինան արել է այդ սխալները, Ուկրաինայի ժողովուրդը։ Արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք։ Ես ուղղակի ասեցի, ուրեմն այն սխալները, որ իրենք կատարեցին, այն սխալների այդ ոչ մի սխալը Հայաստանը չի կատարել 88-ից 90 թվականին։ Դրա համար մենք կարողացանք ուրիշ կերպ դուրս գալ։ Մեր միակ սխալը այն է, որ հրապարակը լիկվիդացրինք։ Ուկրաինան ճիշտ արեց, որ ստեղծեց այդ հրապարակը, ժողովուրդը ճիշտ արեց, որ ստեղծեց, բայց այս սխալները եթե չկատարեր, նա հաղթող դուրս կգար։ Որովհետև այսօրվա աշխարհը, եթե ժողովուրդ չկա հրապարակում, ինֆորմացիայի միջոցներով եւ քաղաքական ընտրանի միջոցներով մանիպուլյացիաների է ենթարկվում եւ այդ մանիպուլյացիաները բերում են այն բանին, որ ժողովուրդները եւ երկրները դառնում են գործիք իրենց նպատակները իրականացնելու համար, այլ ոչ թե ժողովուրդների եւ երկրների։ Կներեք մի քիչ այսպես երկար ներածական խոսքի համար, պարզապես հարցը երևի թե ամբողջական պատասխան է։ Ղարաբաղի Խաղացան Հայկ Նովոսյանը, այդ թեմայ հանրաքվեան պրոյեկցիան Ղարաբաղյան հարցի ոչ միայն Կրիմի հանրաքվե, այս տարի Շոտլանդիան, Կատալոնիան, Վենեցիան, նույն Կոսովոները, Աբխազիա կարող ենք ասել, որ այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը դառնում է ունիվերսալ գործիք բոլոր այս հարմարության լուծերով։ Ուրեմն այսպեսի մի բախ կա։ Սկզբից դա խթանվեց այդ գործընթացը, խթանվեց աշխարհակալ համար մեկ ուժի կողմից, ասում եմ, այսօրվա կարգը հիմնական պահապանը հաստատողը Միացյալ Նահանգներն են։ Մյուսները դաշնակից են կամ հակառակորդ։ Ուրեմն այդ կարգի հաստատողը մտցրեց այդ հանրաքվեները, ոչ միայն հանրաքվեները, ընդհանրապես պետությունների տրոհման, փոքրացման գործընթացը, որպես գործիք, որպեսզի իր կառավարումը ավելի էֆեկտիվ լինի։ Ինչքան ավելի փոքր են երկրները, այնքան ավելի հեշտ է նրանց կառավարել։ Այսինքն սկզբից ոչ թե մարդասիրական բաներ, ինչը անկասկած գոյություն ունի։ Մարդիկ պետք է ազատ ապրեն, եւ դա կարևոր սկզբունք է։ Բայց այդ սկզբունքը արվում էր այդ նպատակների համար եւ ուժեղացնելով գնում էր։ Բայց հիմա արդեն սա վերածվում է գործիք ընդդեմ այդ աշխարհակարգի նաեւ, որովհետեւ հակառակ ուժերը նույնպես սովորել են եւ նրանք հարվածները հասցնել են ուրիշ տեղ։ Ուրեմն ես ուզում եմ դիտարկենք այս հարթության մեջ եւ այս տեսակետից հասկանանք մի բան։ Մեզ համար, Հայաստանի համար այսօր հանգույցային կիզակետը ոչ թե Ղարաբաղն է լինելու, բացառվում է Ղարաբաղի հետ կապված որևէ խնդրեմ այս իրավիճակում։ Ադրբեջանը այն ռուսներ արտահայտությունն են, ճիշտ վադի նիժը տրավի։ Այդ վիճակում պետք է լինի, որ փորձի խուսափել փորձանքներից իր համար։ Ինքը հիմա թաթերաբեմ է դառնում կռվի, բայց բանն այն է, որ ավելի մեծ թաթերաբեմ կա, ասեցի Թուրքիան, եւ այդ տեսակետից հանգույցային կետ է դառնում Նախիջևանը։ Կարող է Թուրքիան ուրեմն պրովոկացիայի ենթարկվի Նախճեվանի միջոցով եւ Նախճեվանի հարցը դառնա կիզակետ ինչ-ինչ գործողությունների։ Թուրքիան պետք է տրոհվի, սա է ուրեմն խնդիրը, որ կապված է նրա հետ։ Թուլացվում է իշխանությունը, տարբեր ուրեմն տեղեր են բացվում այս նոր տրամաբանության մեջ, հիմնականը Քրդստան կայացնելն է եւ էլի տարածաշրջանը տրոհել, թաթախել արյան մեջ, անկայունություններ մտցնել, սա նույնպես հին աշխարհակարգը պահպանելու նպատակ է հետապնդում։ Եվ այդ տեսակետից ասում եմ, կետերից մեկը, որ կարող է շատ լուրջ լինի, դա Նախճեվանն է, եւ մենք այսօր մեր դաշնակիցների հետ Ռուսաստանի եւ Իրանի պետք է շատ լուրջ բանակցենք Նախճեվանի հետ կապված։ Արդեն մի քանի ամիս է մենք խոսում ենք այդ հարցով, որ կարող է այդպիսի բան լինել, բայց այսպես մեզ պետք է որ շատ ավելի լուրջ քննարկման առարկա դառնա նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչու է կարծում որ Ղարաբաղը շրջանցել, պարոն Ալիքարյան։
Ինչ եք կարծում, որ Ղարաբաղի ետևի պլանում կմնա կշրջանը։ Որովհետև այսօր այդ Ռուսաստանը, որը արդեն մտել է այդ պատերազմի մեջ եւ որը ուրեմն մարտունակ լինելու համար պետք է ամբողջականացնի իր ազդեցության տարածքները, որը ինքը օրինական է համարում, նրա համար հերթական ակնհայտ թիրախը Ադրբեջանն է, որ նրա կարգավիճակը փոխվի։ Ադրբեջանը այսօր պլացդարմ է արևմտյան գործի ուրեմն ուժերի համար մի քանի անգամ թվարկել ենք այդ ուժերը, որոնք են Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, Իսրայել։ Դա պետք է դառնա Ռուսաստանի համար բարեկամական տարածք։ Իսկ ըստ էության ռուսական ազդեցության ոլորտում ինտեգրված տարածք։ Մի առիթ եթե դա հիմա, մի առիթ Ռուսաստանը անկասկած գործելու է։ Ռուսաստանը հիմա այդ վիճակում է։ Ուրեմն մի Բիսմարկի մի ասացված կա։ Ասում է, ես 100 մեթոդ գիտեմ, որով արջին կարելի է հանել իր որջից, բայց չգիտեմ ոչ մի մեթոդ, որով նրան կարելի է հետ տեղավորել։ Դա Ռուսաստանի մասին Բիսմարկի գնահատականն է։ Այսինքն Ռուսաստանը դուրս է եկել արդեն։ Անկասկած։ Եվ ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին, որ նա կատարեց այդ միսիան, որովհետև դա մարդկության համար շատ կարևոր է։ Տեսնում պարոն Ալիչյան, անհետևողականությունը վերջանությունների կողմից, որպեսզի նրանք ուշի ուշով հետևել են բոլոր գործընթացներին եւ ամեն այն ինչ քիչ առաջ դուք խոսեցիք։ Մի տեսակ մեծ ավելի շատ ներիշխանական հաղորդականների վրա։ Ես կուզենայի խեղճ իշխանությանը միայնակ չթողեի այս ուրեմն մեղադրանքների շրջանում, որովհետև նույն վիճակում է քաղաքական ողջ դաշտը։ Մեր քաղաքական դաշտն է, ուրեմն զբաղված է այդ նույն բաներով, բայց եկեք չվերադառնանք դեռ քաղաքական դաշտին։ Որովհետև մենք բոլորս որոշել ենք, որ քաղաքական դաշտը եւ իշխանությունը պիտի զբաղվի նրանով, ինչով որ զբաղվում է։ Եթե մեր ուրեմն ընտրել են այդ արժեհամակարգ, այդ փիլիսոփայությունը մարդիկ զբաղված են այդ գործունեությամբ, ինչով պետք է զբաղվեն։ Բայց մեզ համար ժամն արդեն անցել է։ Անհապաղ պետք են գործողություններ կապված մեր թե իշխանական համակարգի, թե քաղաքական համակարգի, թե ամբողջականության, ուրեմն շատ այսպես մարտական վիճակի բերելու համար, որովհետև արդեն ոչ մի վարքյան, ոչ մի ակնթարթ չկա։ Ասում եմ, մենք մտել ենք մի շրջան, որ անընդհատ վրա փոփոխություններ են լինում։ Մեկը մյուսից ավելի վտանգավոր մարտահրավերներ պարունակող։ Ուղղակի վերջը, այսպես, եթե քիչ թե շատ ճիշտ ընթացանք, ապա թե մարդկությանը, թե ուրեմն Հայաստանին եւ հայությանը սպասվում է նվեր, որպես նոր աշխարհակարգ, նոր մարդկություն, նոր արժեքներ, նոր ապագա։ Եվ մենք մեռնող համակարգը վերջ կթոթափենք։ Պարոն Անուշյան, հետաքրքիր իրականում վերջնարդյունքում Ռուսաստանը կմիացնի Ղրիմը թե ոչ, ու հետաքրքիր ինչ կանխատեսում հարավարևելյան Ուկրաինայի կապված։ Շատ տեսակետներ են հնչում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը այս հարցում լուրջ համաձայնության են եկել, այսինքն Ղրիմը Ռուսաստանին եւ Արևմուտքին նման համաձայնություն։ Ուրեմն Ռուսաստանը երբեք չի կարող համաձայնի, որ Խարկովում տեղակայվեն ուրեմն միջուկային հրթիռներ, ասենք 5 տարվա վերանկատողնակ։ Ես ասում եմ ՆԱՏՕ-ի ուրեմն ծավալման արագությունները այդպես, որոնց ուրեմն թվիչքը մինչև Մոսկվա շատ ավելի կարճ է, քան մինչ այսօր է։ Օրինակ Խորհրդային Միության եւ ուրեմն Միացյալ Նահանգների մեջ Խորհրդային Միությունից 10 տարի առաջ եղավ մի ճգնաժամ։ Ուրեմն էկրանների վրա մոնիտորների հայտնվեց համազարկի իմպուլս։ Բայց ռուսական գեներալը գնահատեց, որ 10 հրթիռով հազիվ է խփել, հասցրեց մտածել, որ դա միջուկային հարձակում չի։ Հասցրեց զեկուցել ղեկավարությանը, նրանք հասցրեցին կապվել Միացյալ Նահանգների հետ եւ արդյունքում տեսան, որ դա թյուրիմացություն է։ Երբ որ 3 րոպե է հրթիռի թռիչքը, հասցնում ես միայն պատասխան կոճակը սեղմել։ Այսինքն մտածելու ժամանակ չի մնում։ Դա շատ վտանգավոր քայլ է, Ռուսաստանը չի կարող թույլ տա իր հանդեպ այդ բան անել, դրա համար ուկրաինական իրադարձությունները զարգանալու են ոչ այդպես։ Նա պետք է թույլ չտա արյունալի իրադարձությունների զարգացում, պետք է թույլ չտա Եվրոպայի հետ, ուրեմն խոշոր առճակատում եւ գործելու է մաքսիմալ ճկուն, կարծես թե սովորել է եւ դրսևորել է առճակատում։ Ճիշտով ասել են Նախճիվանի մասին խոսեցիք, ինչ եք սպասում, ես այդ բանը ճիշտ հստակ ասեցիք, էլի Թուրքիան կուզենա միացին Նախճիվանի իրեն, ինչ գիտեք։ Դուք պատկերացրեք Թուրքիայում նույն իրադարձությունների կարգով, ձևով, տեսակով ծավալում իհարկե գիշերները, ինչ որ ծավալում է Ուկրաինայում։ Պատկերացրեք նույն տիպի իրադարձություններ։ Այդտեղ լինում են նաև արտաքին ազդակներ դրա վրա ազդելու համար։ Կապած Հայաստանի հետ կապված։ Այո, շատ հավանական է, որ այդպեսին լինի։
Շատ հանրական է վերջիսն։ Ուրեմն այսօր սցենարը քննարկելը դժվար է, թե ինչ բանով կլինի, բայց որ Թուրքիայում կան որոշակի նպատակներ, որ դրանք ծավալվում են, եւ որ այդտեղ դիտարկվում է նաեւ այդ ներքաշման գործընթացը, որովհետեւ եթե հիշում եք, այսպեսի մի բան եղավ, Սիրիա մտնելուց առաջ Թուրքիային դրդում էր ամբողջ արևմուտքը, որ մտնի Սիրիա։ Ռուսաստանը զգուշացրեց Թուրքիային, որ Սիրիա մտնելը նույնն է, ինչ որ մտնել Մոսկվա։ Բայց այդ դեպքում Հայաստանի հետ կապված որևէ գործողություն անելը կամ Ուկրաինայի հետ կապված նույնն է, ինչ որ մտնել Կրեմլ։ Այսպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը։ Սա իմանալով այդ ուրեմն բախումների մեջ Միացյալ Նահանգները երկակի նպատակ ունի։ Արդեն Թուրքիան հետաքրքիր չի, Թուրքիան դադարում է լինել այնպիսի գործիք, որը էֆեկտիվ է որպես Թուրքիա, կարող է էֆեկտիվ գործիք լինի որպես Քրդստան եւ որպես խաոսի տեղ։ Այսպիսի